Միջնորդությունն է քննում, ինչ սպասելիքներ ունեք դատարանից։ Մի անգամից վերջի հարցից սկսեմ, սպասելիքներս դատարանից մեծ են, որովհետև կարծում եմ, որ միջդատականի վարորդի փուլում գործը քննող դատավորը բավականին լավ բան է եւ կարծում եմ շատ կարող է դա գտնի լինել, որ այնտեղ առաջադրված մեղադրանքների 452-րդ հոդվածով մեղադրանքի հիմնավոր շեմի անգամ մինիմալ շեմը ապահովված չի եւ չկա այդպեսին, ես քիչ հետո կանադառնամ դրան, իսկ միջադեպի հետ կապված դե լարված է պարոն Հարության այդ միջադեպը արդեն եթե չեմ սխալվում 2 օր է Կիրակի երրորդ օրն է այսօր։ Երրորդ օրն է այսօր, հա։ Եվ այս 3 օրերի ընթացքում Հարությունը բավականին լարվել է եւ կողմ եւ դեմ, հա, վիճակների, եւ այդ վիճակները ամեն դեպքում ինձ ստիպեց, որպեսզի համակուշադրությամբ հետևեմ իրադարձություններին եւ այն մեղադրանքներին, որը ներկայացվել է ներկայումս Դավիթ Մինասյանին, 10-տարյա Դավիթ Մինասյանին։ Մեղադրանքները, որքան որ ինձ հայտնի է քրեական օրենսգրքի գործող քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի առաջին մասով է եւ 452-րդ հոդվածով։ Այստեղ խնդրահարույց, որ ես տեսնում եմ զուտ իրավական տեսանկյունից, դա քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածով մեղադրանքի առաջադրումն է, որը իմ կարծիքով ինչպես արդեն խոսքի առաջին ստիպման ասում նշեցի, հիմնավոր կասկածի շեմը անգամ չի ապահովում։ Տեսեք, հոդվածի Խոսքը քաղաքական հատվածի մասին է։ Ես հիմա ոչ թե խուլիգանության եւ բարձր խոսել բարձր։ Այո, նաեւ ճիշտ եք նկատել։ Խնդիրը վերաբերվում է հետեւյալին. 452-րդ հոդվածը նախատեսում է պաշտոնական անձի ծառայողական եւ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով ինչ-որ գործողությունների կատարում։ Եթե խուլիգանության այսպես 297-րդ հոդվածի առաջին մասով մեղադրանքը կա, առաջադրված է, հետևաբար դա ինքնին բացառում է 452-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքի գոյությունը, որն է առերևույթ։ Հաջորդ հանգամանքը, դա առաջինը, երկրորդը 452-րդ հոդվածը այնտեղ դիսպոզիտիվ հատկանիշները հետևյալն են, այսինքն նշանակված է հետևյալ կերպ, որքան որ նշանակություն չի դավաճանում, պաշտոնական անձի ծառայողական եւ քաղաքական գործունեության միջամտելու նպատակով ինչ-որ գործողությունների կատարումը։ Ընդ որում օրենսգիրը շեշտադրում է օրինական ծառայողական եւ քաղաքական գործունեության մասին։ Հիմա մենք պետք է պատասխանենք հետեւյալ հարցին. ենթադրյալ ուժողը, Այսինքն Փաշինյանը։ Այսինքն վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը տվյալ դեպքում Կիրակի օրով եկեղեցական տոնին, կահկազարդի տոնին, նույն ժամին, նույն պահին, նույն վայրում իրականացնում էր արդյոք օրինական ծառայողական կամ օրինական քաղաքական գործունեություն թե ոչ։ Այս հարցի պատասխանը պետք է վարորդն իրականացնող մարմինը տա։ Եթե չի տվել, հետևաբար արժի ծառայությունը մատուցել առնվազն բարձրաստիճան պաշտոնատար անձ։ Իսկ չեք մտածում, որ նախ Փաշինյանը ի սկզբանե հայտարարել է, որ գնում է քաղաքական քարոզարշավի, եւ նա ծեսի վայրում թույլ տվեք ավարտել, եւ նա հոգեվոր ծեսի ժամանակ չի մասնակցում ծեսին, ընդամենը մտնում է եւ դուրս է գալիս։ Այդպիսով տեղի ունենում միջադեպը, չասեմ սադրում է, հրահրում է, թող դա իրավաբանները ասեն, բայց փաստացի նա մուտք է գործում, ես քիչ առաջ դեզ այդ տեսանյութի հատվածը փոխանցել եմ։ Նյուզեյմում տեղադրված է այդ հատվածը, որ ինքը մտնում է, տղաները աջ եւ ձախ կողմերում կանգնած, նույնիսկ դեմքը փակում է այն տղան Դավիթը, որը հիմա ներսում է դատարանում, դեմքը փակում է, հաշտ խաղաղ կանգնած են եւ դուրս է գալիս, հետո տեղի ունենում միջադեպը։ Արդյոք Նիկոլ Փաշինյանի նախապես հայտարարած քարոզարշավը 1, սա փաստ չէ, ձեր նշած հոդվածի հիմքեր ստեղծելու համար, եւ երկրորդ, արդյոք քննման հատուկ առարկա չէ, թե ինչպես է ստացվում, որ նա մտնում է դուրս է գալիս, այսինքն քարոզչություն է հենց դա եկեղեցու տարածքում ծեսի պահին։ Եվ եթե նա մտնում է խաղաղ, ինչը հետո դուրս գալուց միջադեպնում, եթե տղաները պլանավորել էին, ունեին պլան, որ պիտի վնասեին կամ խոչընդոտեին նրա քարոզչությունը, ապա կարող էին հենց սկզբում խոչընդոտել, ինչու հենց վերջում խոչընդոտեցին։ Այստեղ ճիշտ եք նկատել, խոչընդոտման հանգամանքի մասին խոսք չկա, որտեղ խոսքը գնում է բռնության գործադրելու սպառնալիքի մասին կամ չավարտված բռնության մասին։
Որքան որ ինձ հայտնի է, ներկայումս առնվազն գոնե 2-3 օր առաջ որևէ քաղաքական գործունեություն այս պահի դրությամբ չի իրականացվում, որտեղ պաշտոնապես Հայաստանի Հանրապետություն որևէ քաղաքական իրավիճակ գոնե այս պահին գոյություն չունի։ Խոսքը վերաբերում է ընտրությունների նախաշեմ կամ պաշտոնական քարոզարշավ կամ որևէ բան։ Եթե դա ներկուսակցական քարոզարշավի մասին է խոսքը, սա քաղաքական գործունեություն չի։ Սա կարող է յուրաքանչյուր ներքաղաքական գործունեություն ծավալել կամ ինչ-որ արշավ կազմակերպել, բայց դա չի նշանակում, որ դա օրինական քաղաքական գործունեություն է։ Օրինական քաղաքական գործունեությունը պետք է սահմանված լինի, այնպես ինչպես օրինական ծառայական գործունեությունը պետք է սահմանված լինի օրենքով, օրենսդրական ակտերով եւ այլն եւ այլն։ Այս պարագայում մենք նման իրավիճակ չունենք եւ չենք ունեցել առնվազն գոնե եկեղեցու տարածքում։ Ինչ վերաբերում է քարոզարշավը, ենթադրաբար, առերևույթ այսպես ասենք, ենթադրաբար քարոզարշավ եկեղեցու ներսում ներկուսակցական ինչ-որ միջոցառումների շրջանակներում, ապա սրա մասին համենայն դեպս հավաքված մարդիկ եւ հատկապես հավատացյալ ժողովուրդը պարտավոր չէին եւ չպետք է իմանային դրա մասին։ Այլ խնդիր է, որ եթե դու այդ հավատավոր ժողովուրդը մանավանդ չհայտարարված այցեր առավելևս չհայտարարված, օրինակ եթե այդ ժողովուրդը լինեին հավաքված մարդիկ լինեին քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները, դա այլ խնդիր կարող է լինել։ Այսինքն առնվազն գոնե ողջամտորեն տվյալ երիտասարդները, 18 տարեկան երիտասարդները պետք է իրազեկված լինեին հանրային ասենք բաց աղբյուրներով կամ որևէ այլ կերպ, որ այնտեղ իրականացվում է որոշակի ներկուսակցական գործողություններ կամ գործունեություն։ Այսպես իրավիճակ մենք չենք ունեցել։ Հետևաբար մենք այդպիսով բացառում ենք որևէ կերպ օրինական քաղաքական կամ ծառայական գործունեության միջամտելու նպատակը։ Հետևաբար, եթե այս դիտավորությունը, որը կատարվում է բացառապես ուղղակի դիտավորությամբ, եթե այս դիտավորությունը բացակայում է, հետևաբար 452-րդ հոդվածի գոյության մասին կամ մեղադրանք առաջադրելու մասին առնվազն ծիծաղելի է։ Իդեպ ով է քրեական իրավունքի գիտության տեսանկյունից։ Սա կոչվում է նյութական իրավունքի խախտում։ Եթե այդպիսի մեղադրանք առաջադրվել է առնվազն Դավիթ Մինասյանի, ճիշտ եմ, չէ՞ շմանալի։ Դավիթ Մինասյանի նյութական իրավունքը խախտվել է, արդեն խախտվել է։ Չեմ խոսում դատավարական, ազատության, առողջության մյուս համանդրական իրավունքները կամ կոնվենցիոն պաշտպանող իրավունքները։ Խոսքը վերաբերում է նյութական իրավունքին, որը որ ապօրինի անիմն եւ անօրինական մեղադրանքի առաջադրել։ Նորից եմ կրկնում, հանրությունը կարող է բարոյական տեսանկյունից լավ կամ վատ գնահատել, դեմ եւ կողմ լինել։ Հանրությունը կարող է բաժանվել երկու մասի կամ երեք մասի, բայց չոր իրավաբանության բայց չոր իրավաբանության տեսանկյունից մենք գործ ունենք քրեական իրավունքի կոնկրետ գիտության հետ։ Իսկ դրա իրադրությունը քրեական իրավունքի կոնկրետ գիտությունն ասում է, որ 452-րդ հոդվածի հանցակազմը բացառապես գոյություն չունի։ Հիմա անդրադառնամ ինձ ամենաառաջի խոսքին։ Դատավորը մնացական մարտիրոսյան, եթե ճիշտ եմ հիշում, որ նա է դատավորը բազմամյա իրավաբան է, այո, բազմամյա իրավաբան է եւ շատ լավ գիտակցում եւ հասկանում է քրեական իրավունքի գիտությունը գոնե այդ մասով, որ տվյալ հանցակազմը Դավիթ Մինասյանի արարքում պարզապես անգամ հիմնավոր կասկածի մինիմալ շեմով բացակայում է։ Հետևաբար խոսել այդ հանցակազմի մասին, ուրեմն մենք չենք կարող։ Տակը մնում է խուլիգանության հոդվածի, խուլիգանության արարքի կատարման հանցակազմը, դա էլ մինչև 2 տարի ազատազրկում է նախատեսում, այսինքն ոչ մեծ հանրության հանցագործություն է, որը հնարավոր է նաև կարող են անգամ 18-ամյա տղայի նկատմամբ այնպիսի հիվանդություններ, որոնք խոչընդոտ են հանդիսանում կալանքի կամ ձերբակալման կամ պատիժը կրելուն, այս պայմաններում կարող է ոչ արդարացնող հիմքով քրեական հետապնդում չիրականացվել։ Համենայն դեպս իրավապահ մարմինները հրաժարվեին մի ճշտող հարց։ Մեզ հայտնի չէ, այսինքն ես առնվազն չեմ լսել, որ տղաներից եւ Գևորգից բացի այլ մարդիկ հարցաքննվել են, այսինքն տուժողի կարգավիճակ ունի այս գործով Նիկոլ Փաշինյանը եւ նա հարցաքննվել է կամ մարդիկ ովքեր տուժող են համարում, որտեղ այս գործը նույն մնացական
Ինչան։ Մարտիրոսյանի մեկ այլ աղմկահարույց գործի հետ ահագին նույնություն ունի։ Եթե հիշում եք, լուսահոգի Արմենը Գրիգորյան դատապարտվում էր, բայց չկար տուժող։ Նույնիսկ այդ բողոքը այդպես էլ որևէ ձեռագիր կամ ոչ ձեռագիր բողոք մենք այդպես էլ չտեսանք։ Ովքեր են այդ գյումրեցիները, որոնք վիրավորվել էին իր խոսքից, ովքեր էին տուժողները, բայց Արմենը այս դատարանում էր եւ տվյալ պարագայում, եթե մենք հետևենք իրավապահ մարմինների գործունեությանը եւ նրանց մեղադրանքի բովանդակությանը, այսպես ասեմ, հա, առնվազն գոնե հանրային բաց աղբյուրներից հայտնի տեղեկատվության իմաստով ասեմ, որ իրավապահ մարմինները, ես արդեն ասի, արջի ծառայություն են մատուցել, գոնե նեղացրել են եւ այդ ուժողի կարգավիճակը առնվազն տվել են վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին։ Հետևաբար պետք է վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ճանաչված լիներ առնվազն ուժով եւ հարցաքննված լիներ։ Կարծում եմ, որ եթե հարցաքննված լիներ եւ լրատվության միջոցների հանրությունը տեղյակ կլիներ եւ առնվազն գոնե արձագանք կլիներ դրա դեպքում կառավարության կողմից պաշտոնապես գոնե հանդես գային հաղորդագրություն տարածեին եւ այլն։ Դե նրանք քաղաքական հայտարարություններով են ուղղորդել իրավապահ մարմիններին, համաձայն չեք մեր ասացի։ Այդ հայտարարությունները առնահատություն եւ այլն։ Արտահայտությունը համարեմ որպես հարց եւ նշել այո, քաղաքական ամբողջ ուժը, այդ թվում աշխատակազմի ղեկավարը իդեպ։ Սոցիալական եւ հարթակներում եւ հանրային բաց աղբյուրներում տեսա, որ այո, իշխող ուժը եւ իշխող ուժի որոշ առանձին անհատներ հանդես են եկել որոշակի հայտարարության գնահատականներով, ինչով եւ այսօր հենց այս դատարանի համար ճնշող նշանակություն կարող է ունենալ։ Այսինքն սա ուղղակի եւ անուղղակի ձևով արդարադատության նկատմամբ ուղղակի միջամտություն է, որտեղ գոնե առնվազն շատերը գիտեին կամ շատերը արդեն մեզնից առաջ իմացել են, որ կալանքի միջնորդություն է քննարկվել դատարանում եւ փորձել են դատարանին ինչ որտեղ ուղղորդել հուշումներ անել այդ միջնորդության քննարկման հարցում։ Հետևաբար այս հարցում ես կարծում եմ եւ հույս ունեմ եւ ապավինում եմ դատարանի ողջամտությանն ու արտադատությանը, որ արդարամտությանը այն հաշվարկով, որ դատարանը հաշվի առնելով կողմերի հավասարությունը, հաշվի առնելով արդարադատության շահը, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, նաեւ հանրության, այդ թվում նաեւ ինչու՞ չէ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի լավագույն շահերը, քաղաքական նախընտրական շրջանում, քաղաքական նախընտրական ինչ ուզում ենք անունը դնենք, պետք է այս միջնորդությունը մերժի այն հաշվարկով, որպեսզի դաշտը մենք այս դատարանից ճիշտ ասած այդպիսի լուսավոր հիշողություններ չունենք, բայց կարող ենք չունենալ լուսավոր հիշողություններ, բայց նախադեպեր կարող են ստեղծվել, բայց մենք նաև նախադեպեր ունենք նույն դատավորի անձի մասով, ես չեմ կարող ինքնուսնալ տարածումներ, նա ունի բազում արդարացման դատականներ, եւ հույս ունենք, որ գոնե այս միջնորդությունը քննարկելիս կամ քննելիս նա գտնվի արդարանի եւ արդարադատության շահը գերակայելով դասնի նրան, որ քրեական իրավունքի դիտությունը, որը ես համարում եմ կոնկրետ դիտություն, այս դեպքում քրեական իրավունքի իմաստով Դավիթ Մինասյանի ոտնահարվածը վերականգնում։ Պարոն Սարգսյան, իսկ արդյոք այն հանգամանքը, որ նա դպրոց է հաճախում, մեղմացնող չէ եւ արդյոք դատարանը թույլ չի տա, որպեսզի տղան իրականացնի իր սահմանադրական իրավունքը, շարունակի կրթությունը եւ դուք կասեք այդ հոդվածները ծանր են։ Ի վերջո զորակոչման ենթակա տարիք է նաեւ գնահատվում այդ հանցանքները։ Ես ասեմ նախ ուսումնառության սովորելու իրավունքը, ուսում ստանալու իրավունքը դա սահմանադրական իրավունք է։ Եվ ոչ միայն համանadrական, նաև կոնվենցիոն իրավունք է, որ կոնվենցիան ուղիղ պարտավորեցնում է, որին միացել է նաև Հայաստանի Հանրապետությունը, կոնվենցիան ուղիղ պարտավորեցնում է Հայաստանի Հանրապետության կառավարության եւ իրավասու մարմիններին, որպեսզի հնարավորություն տրվի աշակերտին, իսկ Դավիթ Մինասյանը աշակերտին շարունակելու իր ուսումը, ընտրում հանրակրթական միջնակարգությունը եւ ավարտելու այն։ Սա առաջինը, հաջորդը Դավիթ Մինասյանը գտնվում է զորակոչային տարիքում։ Եթե հիմա զորակոչի մասին ուրեմն օրենքով, եթե անձը գտնվում է քրեական հետապնդման տակ, նա զորակոչման ենթակա չէ։ Հիմա տեսեք, եթե մենք սկսենք հաշվարկել, հա, թեկուզ մեր մատերի վրա, թե այս մեղադրանքը ինչքան վնաս է պատճառել եւ ինչքան օգուտ է տվել։ Այդ թվում հանրային շահին։ Հա? Այդ թվում հանրային եւ Նիկոլ Փաշինյանի քաղաքական շահին։ Այո, այդ թվում անձերի եւ քաղաքական գործիչների
անձնական եւ քաղաքական շահեր, ինչքան օգուտ է տվել եւ ինչքան վնաս է տվել։ Այստեղ նորից եմ կրկնում, եթե այն հոդվածը 452-րդ հոդվածը, որը համարում է ծանր հանցագործություն, քրեական օրենսգրքի տեսանկյունից, ապա խուլիգանության մեղադրանքը համարում է ոչ մասնագիտության հանցագործություն։ Այս պարագայում գործում է քրեական օրենսգրքի ընդհանուր դրույթները, համաձայն որի առաջին անգամ ոչ մասնագիտության հանցագործություն կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից։ Եթե առերևույթ ընդունում ենք, որ այն գործողությունները, որը կատարել է Դավիթ Մինասյանը։ Ընդ որում ես քիչ առաջ իմ լավ բարեկամ Սուզին հարց տվեց, ասես որ մի տեսանյութ կա, որ ինչ ներկայացվել, այո, այդ տեսանյութում հստակ երևում է Դավիթ Մինասյանի գործողությունները, սա կոչվում է քրեական իրավունքի տեսանկյունից հանցակազմի օբյեկտիվ կողմ եւ սուբյեկտիվ կողմ, այսինքն դիտավորության։ Եթե կար դիտավորություն որոշակի ինչ-որ գործողություններ կատարելու, խոսքը վերաբերում է 452-րդ հոդվածի իմաստով, ապա Դավիթ Մինասյանը զրկված չէր եւ կարող էր հանգիստ իրականացնել այդ գործողությունը։ Մանավանդ հենց դեմքի մոտով է անցնում Փաշինյանը։ Այո, կարող էր հանգիստ իրականացնել։ Այլ խնդիր է, որ անձը պաշտպանված է, պաշտպանված չէ։ Կասեցվեր չէ, խափանվել չէ, խափանվել, սա հարցի մեկ այլ։ Իդեպ նկատի ունենանք կարևորը Դավիթ Մինասյանի գործողությունն է, որ մենք պետք է գնահատենք։ Իսկ ինչպես կորակեք նրան ձերբակալման ենթարկելու այդ կադրերը, որտեղ փաստորելով ձերբակալման տանելու, հա։ Իրեք վերջի շրջանում, ընդհանրապես վերջի տարիներին ձերբակալումը պատերին խփելով, ասֆալտին ծեփելով տանելու այդ այսպես պոպուլյար քայլերը ես դա ճիշտ չեմ համարում։ Եթե անձը կատարել է որոշակի արարք եւ ենթակա է որոշակի, ասենք, սահմանափակման ազատության իմաստով, ես շատ անգամներ իմ պրակտիկայում որպես փաստաբան տեսել եմ, որ մարդիկ ասում են մենք գալիս ենք չես գալիս։ Բայց չեն հրավիրել այս դեպքում էլ չեն կամ հրավիրել։ ծանոթագիր ստացել են կգանք անպայման։ Չէ, պարտադիր է, որպեսզի դիմակայված կամ ինչ-որ թևերը ծալված կամ հայացքը հառաչ գետին վիճակ ունենա, սա իրավական որևէ քննադատության եւ քրեադատավարական որևէ քննադատության չի ենթարկվում։ Սա առավել շատ փողոցային տղայական, այսպես ասեմ, ժարգոնային ինչ-որ մի վիճակ է, որը որ մարդիկ ուզում են ինքնահաստատվել։ Ինչ-որ մի process է, որին որ իմ համար գոնե ընկալելի չի, գոնե թե իմ տարիքի, թե իմ ստաժի, թե իմ մարդկային, թե իրավական, թե բարոյական իմաստով գոնե իմ համար ընկալելի չի։ Այսինքն հաշվի չառնվեց, որ նույնիսկ որ մանուկների օրհնության կարգերի անցկացվում։ Այո, չի թողնվել մանուկների օրհնության կարգեր անցկացվում հոգեվորականները։ Համարեք, որ Դավիթը մանուկ չի։ Համարեք, որ Դավիթը տարածքում է։ պատանի է։ Չէ, բայց հոգևոր ծեսեր, որին մարդիկ աղոթագրքով կանգնած մասնակցում էին։ Միջամտվել է։ Գտնվում է այնպիսի վայրում, գոնե հայի համայնքում, ողջամտորեն այդ վայրը համարում են սրբության սրբոց վայր, եւ այդտեղ մարդիկ անգամ շշկով են խոսում, անգամ իրենց հեռախոսներն են անջատում, անգամ որևէ վատ արտահայտություն ցույց չեն տալիս, գնում են մեղքերի թողություն են կատարում։ Ի վերջո տարբեր արարողակարգերի մարդիկ որ ծնվում են, մկրտվում են այդ եկեղեցում։ Մարդիկ որ ուզում են ամուսնանալ իրենց կյանքը փոխեն դեպի լավը, արարողությունը կատարում են տվյալ եկեղեցում։ Մարդիկ, որոնք խաղում են իրականացնում իրենց հարազատին, մերձավորին վերջի հրաժեշտ են ուզում տալ, անում են այդ եկեղեցում։ Այդ սա սրբության սրբոստեր է։ Դրա համար որևէ մեկը ոչ Դավիթն է դա ստացել, ոչ վարչապետի պաշտոնը զբաղեցնում են դա ստացել, ոչ կաթողիկոսն է դա ստացել, ոչ էլ ես ու դու ենք դա ստացել։ Դա մեր կրոնն է, որը սահմանադրորեն սահմանված կրոնն է, հայ առաքելական եկեղեցու շինության ներսը, որը որ բոլոր հավատացյալները գտնվել են ունեն։ Դա ամենակարևորը, ես էլ եմ չէ երիտասարդ եղել, վերջո երիտասարդությունը այդ օրը ծաղկազարդիկ տոնի օրը գնում են ինչ-որ ատրիբուտներ են անում, հա, նշխար են ստանում, օրհնություն են ստանում, հատկապես երեխաները, որոնք պետք է կյանքում են։ Այսինքն սա կյանքի իմաստով, բովանդակ իմաստով զատկից առաջ տոնվող տոն է, որին որ մենք ամենայն սրբությամբ ենք նախապատրաստում եւ գնում եւ ամենայն պատասխանատվությամբ ենք մտնում։ Այդ իմաստով անդրադառնամ Դավիթին ու եղբորը։ Ճիշտ ասած չեմ տեսել, չեմ կարողանում տարբերակել իրանց, բայց երկուսի ձեռքին ոնց որ թե աղոթագրքեր կային։ Այսպես սա ողջամտորեն մեկ այլ բանի մասին է վկայում։
աղոթագիր կրող անձը առաջին հերթին ինչքան էլ ուզում է մեղավորության կանխավարկածով նայենք խնդրի կամ հարցին կամ նրա վարքագծին, այս դեպքում մենք գործում ենք աղնվազը մարդու հետ, ով գոնե այդ պահին աղոթում է։ Մի բան էլ, եթե այդուհանդերձ գնանք սցենար պլան B-ով, դուք ակնկալիքներ ունեք իհարկե դատավորի ողջամտության մասով, բայց եթե այդուհանդերձ չմերժվի միջնորդությունը երեխային կալանքի տանելու, դուք կարծում եք հատուկ ուսումնասիրության արժան չէ այն հանգամանքը, որ քննչական կոմիտեն չի կանչել հարցաքննության միջադեպը հրահրած կամ առաջինը հարվածը սկսած վարչապետի Թիկտազորի անդամին նա չի հարցաքննվել, մեզ հայտնի չեն այդպիսի տեղեկություններ առնվազն եւ կարգավիճակ չունի, կրկնում ենք, վարչապետը, որ այս դեպքում տուժող է համարում եւ որի պատվախնդրության հարցն է բարձրացել ամբողջ իրավապահ համակարգը։ Արդյոք սրանք ուշադրության արժանի հանգամանքներ չեն, պլյուս այն դրվագները, որ իշխանության ներկայացուցիչները բարձր մակարդակով թիրախավորում են այս ընտանիքին եւ հատուկ արտահայտություններով նաեւ վիրավորում են իրենց լայվերով եւ ես դրան այսպես անդրադարձա, բայց ավելի այսպես փորձությամբ անդրադառնամ, բազում ունենք դեկրաբանություններ եմ տեսել եւ նաեւ դուրս խոսք եմ տեսել ատելության, ճշտամանքի, մենք ասում ենք, տեսեք, հանրությունը շատ վաղուց հանրության մեջ գեներացում է ատելություն ու ճշտամանք, շատ վաղուց։ Ընդ որում այդ գեներացումը կատարվում է յուրաքանչյուրս տեսնում ենք ում կողմից, գոնե իշխանություն կրող անձանց կողմից դա արվում է։ Եվ այս դեպքն էլ բաց թողեցին, որպեսզի ճշտամությունն ու ատելությունը գեներացնեն։ Նորից եմ կրկնում, հանրությունը կարող է ունենալ թեր, դեմ եւ կողմ իրավիճակներ ունենալ, բայց սրա ֆոնի վրա գեներացնել ճշտամություն եւ ատելություն այդ ընտանիքի նկատմամբ ամբողջ սոցցանցում կոնկրետ դեպքում եւ ընտանիքի եւ տվյալ պատանների նկատմամբ կարծում եմ որևէ կերպ արդարացված չի եւ կարծում եմ որևէ մեկը դրա ոչ բարեական, ոչ իրավական իրավունք ունի։ Ավելին ասեմ, աղանդավոր էր համարել տղաներին աշխատակազմի ղեկավարը։ Չհակադարձնեմ, թե այդ տվյալ աշխատակազմը որ աղանդավորը դուք եք, աղանդավոր այսպես կամ աղանդավորն այնպես, Աստված ամեն բան տեսնում է, Աստված ամեն բան տնօրինում է, Աստված ամեն բան իր տեղը։ Բայց մենք կորեկտների դաշտում ենք, մենք նախնադարում չենք Աստծո վրա հույս տնենք։ Իմ հարցը հետևյալն է։ Արժե հետագայում իրավական դաշտում հետամուտ լինել այս իշխանության ներկայացուցիչների հայտարարությունների վրա։ Բոլորին, ով ինչ գործողություն կատարել է, պետք է այդ գործողության համար պատասխան տա։ Իսկ քննչական կոմիտե վարչապետի Թիկնազորի անդամին չկանչելը, որի բռունցքով սկիզբ է առել այս միջադեպը։ Գոնե տեսախցիկները դա երևան գտնում որ պետք է եւ պարտավոր է քննչական մարմինը քննության առարկա դարձնել, առաջնային քննության առարկա դարձնել այդ հարցը, ու եթե չի դարձվել կամ չդարձնեն, ապա սա եւս մեկ անգամ արժի ծառայություն մատուցել կլինի նույն վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը։ Պիտի միջնորդեն փաստաբանները նրան ներգրավել գործում։ Սուզի ջան, էական չի որ կմիջնորդեն թե չեն միջնորդի։ Դա իրենց սուրբ մարտականությունն է։ Դա ես չեմ ասում։ Մի քանի անգամ առնվազն գոնե գործով մասնակից է, մարդը խփել է, խփելուն պատասխան է ստացել։ Ինչի պիտի չներգրավեն։ Ինչի պիտի նրան կարգավիճակ չտային, թեկուզ վկայի, ինչի պիտի նա չգար քննչական կոմիտե եւ հավասարի ցուցմունքներ տար։ Իսկ նա արտոնյալ է։ Քրեական վարույթի քննման տեսանկյունից, այսինքն աշխատանքային կարգով պետք է քննարկեն, ոչ միայն դատավարական իմաստով պարտավոր ունենան, աշխատանքային կարգով պետք է քննարկեն որպես վարկած, թե եթե Դավիթ այնուամենայնիվ ձեռքը մեկնել է ինչ-որ գործողություն կատարելու։ Արդյոք դա պատասխան եղել են հարվածին, որը իրեն տրվել է։ Արդյոք չի եղել են իրավիճակ, որ այստեղ խաղացել են պատանու զգացմունքների վրա։ Մենք այս հարցերի պատասխանը գոնե այս պահին չունենք, հանրությունը չի քննարկում։ Այդ դրա համար եմ ասում, այն ով դատավորները հանրությունը չի քննարկում։ Ես այսօր տեսա հայկական ժամանակը թե ինչ է գրել։ Ինչեր էր գրել։ Մեկնաբանություններ էին տվել, ճշտամական, գեներացնող, ատելություն գեներացնող խոսքեր ուղղակի են չեսում։ Սա ուզում են ասեն, թե հասարակությունը չի ընդունում Դավիթի արարքով։ Քավլիցի կարող է չընդունել, մեկը կարող է շատ լավ ընդունել, մեկը կարող է դրա համար
նույնիսկ ասել մապաճի ենթարկներ, բայց սա չի հանրությանը կարգավորող իրավիճակը, սա չի, որ օրենքով է նախատեսվում։ Օրենքով վիճակներ կա, որոնք նախատեսված է, եւ հանրությունը պետք է դրա պատասխանը կարողանա ստանալ միայն օրինական իրավական ընթացակարգերի շրջանակներում։ Եթե մենք այս ամեն ինչ չենք կարողանում ապահովել, իշխանություն կրողները դրա համար են։ Իսկ իրականում իշխանությունը չպիտի լռությամբ սպասեր իրավական գործընթացի շարունակությանը։ Լրագրողը միջադեպից անմիջապես հետո հարց է ուղղում վարչապետին։ Հենց նոր ձեր մասնակցության միջադեպ եղավ եւ տղաներին բերման են ենթարկել։ Դուք եք բողոքել, թե ինչ որ շարունակություն է տալիս հարցի, ասում է իրավապահ համակարգ իր ֆունկցիան է կատարել ընդամենը։ Այդ դեպքում քաղաքական շահագրգռվածությունը որն է։ Եթե իրավապահ համակարգը իր ֆունկցիան է կատարել, ուրեմն իրավապահ համակարգը ֆունկցիա ունի եւ պարտավոր է, դա իր պարտավորությունների դաշտում է, որպես կրում է ապահովման պարտականություն եւ ամբողջությամբ բազմակողմանի օբյեկտիվ ու լրիվ քննելու գործի քննություն կատարելու։ Պետք է պարզել ով է հարվածել Դավիթին, ինչի համար է հարվածել Դավիթին, ինչ արժարետով եւ ինչու է դրա պատասխանը ստացել։ Սա էլ որպես աշխատանքային վարկ է։ Եվ ինչի չեն հարցաքննվել բոլորը։ Եվ եթե չեն հարցաքննվել, եթե համարենք, որ սա միջդատական վարույթի սկզբնական փուլն է, ուրեմն հույս ունենք, որ նախաքննության ավարտին գոնե այս հարցերի պատասխանը կունենանք։ Եթե մենք հույսներս դնում ենք իրավապահ մարմինների պատշաճության վրա, ուրեմն պատշաճությունը պետք է լինի հավուր պատշաճ։ Ուրեմն պետք է օբյեկտիվությունը ճիշտ պահվի եւ ոչ թե արջի ծառայություն մատուցվի քաղաքական գործին այն հաշվարկով, որ տեսեք մենք քո նկատմամբ կամ քո կողքանած անձի նկատմամբ բռնություն կիրառելու ցանկություն ունեցող անձին կարող ենք գլուխեկախ հայացքով բերման ենթարկել, ձերբակալել, ներկայացնել դատարան կալանքի եւ այլն։ Սա արժանացության մատուցում է։ Եթե մի քիչ խորը մտածեն, կներեք, եթե մի քիչ մարդկայնորեն խորը մտածեն, ապա բոլորը շատ լավ կհասկանան։ Սա իշխանություններին ոչ զրկու իրավիճակ է։ Ինչի մասով հեղինակազրկելու այս ժամանակահատվածում։ Ռեյտինգի մասով եք ասում։ Այո, ռեյտինգի մասով եմ ասում։ Իսկ միգուցե իշխանությունն ուզում է, որ իրանից վախենան, որովհետև նա ամեն կիրակի այսպիսի տխուր իրավիճակներում է հանդիպում։ Մանավանդ ձեզ հայտնի է դարձել, որ նույն օրը տարօրինակ զուգադիպությամբ մեկ այլ 18-ամյա տղա թույլ տվեք ասել թքել է վարչապետի մեքենայի կորտեժի վրա, եւ նա ձերբակալվել է դրա համար։ Բայց մենք գիտենք, մեր 2 թե 3 օր պահվել է։ Գոնե պրակտիկայում այդ հիմա էլ մեղադրանքի առաջադրվել է, այո։ Եվ գիտենք, որ պետական իշխանություն զբաղեցնող անձը օրինակ փողոցում թքել է անձի մեկ այլ անձի վրա։ Բան Ալեն Սիմոնյանի մասն եք ասում, նա թքելու մեջ անցակազմ չկա, երեխայի թքելու մեջ մեծ անցակազմ կա։ Դե ուրեմն կարող է երեխայի այսինքն երեխային է 18-ամյա պատանն թունավոր է։ Չի, ասենք հասուն մարդուն էմոցիոնալ փոխվում է։ Չարժանապատվության որ մինչև 18 տարեկան երեխաների մոտ 18 տարեկանի համար երեխա է 18 տարեկան երեխաների թուքը ուրեմն թունավոր է, կոբրայի թունն է։ Ինչ բաց չեք կարող ասել։ Շնորհակալություն։ Դե լավ էլ վերլուծեցիք էլի։ Դատավորին բոլոր ձևերը հուշեցիք, թե ինչպես պիտի ընթացքը բարի։ Դե գոնե էդի ասեմ։